Գորիում ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Պապունա Լոցուլաշվիլիի վիճակը վատթարացել է և նրան գիշերը տեղափոխել են հիվանդանոց։ Տուժածը այս պահին գտնվում է առաջին համալսարանական կլինիկայում, ուր նրան ուշ գիշերին տեղափոխել է շտապօգնության անձնակազմը։ Ընտանիքի անդամների տեղեկություններով Պապունա Լոցուլաշվիլիին նշանակված էր անկողնային ռեժիմ։ 3 օրվա երկրորդ կեսից նրա մոտ գլխի շրջանում ցավեր են սկսել և նա 2 անգամ կորցրել է գիտակցությունը, ինչի պատճառով անհրաժեշտ է եղել շտապօգնություն կանչել։ Կլինիկայում հայտարարում են, որ գլխուղեղի ցնցումը համակարգչային տոմոգրաֆիայով չի հաստատվել, իսկ հիվանդի գիտակցության կորուստը պայմանավորված է եղել ցավերով։ Բժշկի խոսքով Պապունա Լոցուլաշվիլիի վիճակը գնահատվում է կայուն և նա ինքնուրույն շնչում է։ Գորիում Պապունա Լոցուլաշվիլիի ծեծի փաստով ձերբակալվել է 6 ոստիկան։ Նրանք ձերբակալվել են աշխատանքային լիազորությունները բռնությամբ չարաշահելու փաստով։ Հանցագործությունը նախատեսում է 5-ից 8 տարվա կալանավորում։ Դատարանն այսօր կքննարկի Գորիում բռնության համար ձերբակալված պարեկային ոստիկանության աշխատակիցների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։ Ոստիկաններին մեղադրանք պաշտոնապես ներկայացվել է 3։ Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասի B ենթակետով, որը ենթադրում է ծառայողական լիազորությունների չարաշահում բռնության կիրառմամբ։ Հետաքննություն է սկսվել նաև Պապունա Լոցուլաշվիլիի նկատմամբ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը վերաբերում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելուն։ Հիշեցնենք, որ Գորիում այսպես կոչված կոմբինատի բնակավայրում իրավապահները ֆիզիկական բռնության են ենթարկել 2 անձի՝ Պապունա Լոցուլաշվիլիին և նրա ընկերոջը։ Դյուշենի մկանային դիստրոֆիա ախտորոշմամբ հիվանդների ծնողները կառավարության վարչակազմի մոտ կրկին կոչ են արել առողջապահության նախարարությանը ներկայացնել ծրագիր, թե ինչ աշխատանքներ են իրականացվում արդեն շուկայում առկա դեղամիջոցները Վրաստան ներմուծելու համար և արդյոք այդ հարցով հաղորդակցություն կա որևէ դեղագործական ընկերության հետ։ Ծնողների խոսքով Եվրոպայի մի շարք երկրներում արդեն կիրառվող դեղամիջոցները կարող են կանգնեցնել հիվանդության զարգացումը, ինչը նրանց համար վճռորոշ նշանակություն ունի։ Վերջին տարիներին շուկայում հայտնված բուժական դեղամիջոցների ներմուծումը Վրաստան, դրանց ֆինանսավորումը պետական ծրագրով և հետազոտությունների անցկացումը ցույցի մասնակիցների հիմնական պահանջներն են։ Դյուշենի մկանային դիստրոֆիայի գենետիկ հիվանդության ախտորոշմամբ երկրում ապրում է շուրջ 80 մարդ։ Հիվանդների ընտանիքների պահանջների վերաբերյալ հերթական հայտարարություն է արել նաև առողջապահության նախարարը, ով նշել է, որ շուկայում առկա դեղամիջոցների և դրանց կիրառման փորձի մասին տարբեր երկրներից տեղեկատվության հավաքագրումն ու մասնագետների հետ խորհրդակցությունները շարունակաբար ընթանում են և աշխատանքային գործընթացը պետք է իրականացվի ծնողների, հիվանդների և ցանկացած շահագրգիռ կողմի ներգրավմամբ։ Նախարարը հույս է հայտնում, որ որոշ դեղամիջոցների վերաբերյալ որոշում շուտով կընդունվի։ Ռուսական անօդաչու թռչող սարքը Ռումինիայի սահմանամերձ Գալաց քաղաքում բախվել է 10 հարկանի շենքի։ Լրատվամիջոցների տեղեկություններով բախման հետևանքով շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել և 2 մարդ վիրավորվել է։ Տուժածներն են կին և 14-ամյա երեխա։ Հարձակման պատճառով շենքից տարհանվել է 70 մարդ։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ շենքին բախվել է ռուսական դրոն։ Այս միջադեպը առաջին դեպքն է, երբ ռուսական դրոնը բախվել է Ռումինիայի խիտ բնակեցված տարածքին և վնասներ պատճառել։ Բնակելի շենքի վրա ռուսական դրոնի հարձակմանը արձագանքում է ՆԱՏՕ-ն։ Դաշինքի մամուլի խոսնակ Էլիսոն Հարթը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ն դատապարտում է Ռուսաստանի անխոհեմ հարձակումը և գլխավոր քարտուղարը կապի մեջ է Ռումինիայի իշխանությունների հետ։ ԱՄՆ-ի գանձապետարանի քարտուղար Սքոթ Բեսենթը հայտարարում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագրի ճակատագիրը կախված կլինի նրանից, թե արդյոք այն կստանա նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը։ Նա նաև նախազգուշացրել է Օմանին չաջակցել Հորմուզի նեղուցում վճարների սահմանման համակարգին։ Սքոթ Բեսենթը նշել է, որ ԱՄՆ-ի գանձապետարանը վճռական միջոցներ կձեռնարկի ցանկացած դերակատարի դեմ, ով ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաջակցի նեղուցում վճարների սահմանմանը։ Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության Սև ծովի պաշտպանության կոնվենցիոն վարչությունը սահմանապահ ոստիկանության հետ միասին բացահայտել է Սև ծովի աղտոտման դեպք։ Իրավապահների տեղեկություններով Լիբերիայի դրոշի տակ նավարկող նավը ծովի ջրատարածությունը աղտոտել է տնտեսական ջրերով։ Փոթի քաղաքային դատարանը նավը ճանաչել է իրավախախտ, իսկ կապիտանին տուգանել 100,000 լարիով։ Նավին ազատ նավարկության իրավունք է տրվել միայն սահմանված տուգանքը և շրջակա միջավայրին հասցված վնասը ամբողջությամբ փոխհատուցելուց հետո։